Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է Արհեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօր մենք կայցել ենք Երևան քաղաք եւ կներկայացնենք ձեզ ազգային մոլ, տեղական արտադրողների առևտրի կենտրոնը։ Երևան քաղաքում Թբիլիսյան խճուղի 26 կոտորակ 8 հացթեում բացվել է ազգային մոլը, որը մեկ տանիքի ներքո է համախմբում բոլոր հայ արտադրողներին։ Այն մի խումբ ազգայնականների գաղափար է, որն իր հիմքում ամփոփում է Հայաստանն ու հայկականը։ Ազգային մոլի գաղափարը ծնվել է ազգայնական շարժումից։ Հանրության կողմից պահանջարկը ևս շատ մեծ էր։ Այս հարթակի ստեղծման նպատակն է օգտակար լինել եւ զարգացնել Հայաստանի տնտեսությունը, որի համար էլ կարևոր է մեկ տեղում համախմբել բոլոր հայ արտադրողներին, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից։ Ազգային մոլը տարբերվում է մյուս բոլոր հանրախանութներից նրանով, որ առաջարկում է շատ ցածր մարժա, որպեսզի հայ արտադրողները չունենան ֆինանսական դժվարություններ։ Բացի այդ, այստեղ հաճախորդները ստիպված չեն լինի մտածել ինչպես գնեն հայկականը կամ ինչպես խուսափեն թուրքական արտադրանք գնելուց։ Ազգային մոլն արդեն իսկ համագործակցում է 250-ից ավելի հայ արտադրողների հետ եւ դեռևս շարունակում է պայմանագրեր կնքել։ Այստեղ կարելի է գտնել այն ամենը, ինչ արտադրվում է Հայաստանում՝ տեքստիլ արտադրանք, խաղալիքներ, մթերք, կա նաեւ վերնիսաժային տարածք։ Ազգային մոլում ներկայացված հայկական արտադրանքը որակյալ է եւ մատչելի հայ սպառողի համար։ Յուրաքանչյուր երկրի տնտեսությունը համարվում է երկրի անվտանգության ողնաշարը եւ ամուր ողնաշար ունենալու համար հարկավոր է զարկ տալ տեղական արտադրության զարգացմանը, խթանելով ծավալների իրացմանն ու արտադրատեսակների ընդլայնմանը։ Մենք հիմա գտնվում ենք քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 26/8 հացթեում, որտեղ բացվել է ազգային մոլ, տեղական արտադրանքների առևտրի կենտրոն, որը ինքնին ձևաչափով մեկ հարթակի տակ համախմբում են բոլոր տեղական արտադրողներին իրանց արտադրանքով, իրանց ներգրավվածությամբ։ Այստեղ տարբերությունը կայանում է մյուս մոլերից եւ սուպերմարկետներից նրանով, որովհետեւ յուրաքանչյուր արտադրող, յուրաքանչյուր գործընկեր ներկայանում է մեր մոտ իր համապատասխան տաղավարով, ստենդով, իր ուզած դիզայնով, մարքեթինգային ոճով ու իր ապրանքի կրյացի ներկայացմամբ։ Օրինակ, պահածոների շարքն է, կան մի քանի տաղավարներ, որտեղ արտադրողը ինքը իր ուզած ապրանքատեսականի ներկայացրել է մի քանի ձևաչափով, այսինքն մեկ տաղավարի մեջ ինքը ներկայացրել է իր արտադրանքը։ Մենք հնարավորություն ենք տալի, որպեսզի արտադրողը ազատ լինի իր տաղավարում իր արտադրանքի ներգրավվածությամբ։ Այստեղ կան էլի պահածոներ, կոմպոտներ կան, հետո այս կողմը չիշ կա, թեյեր կան, տարբեր ոճի չիփսեր, թթու լավաշներ, այն ինչը որ տեղական է, այն ինչը որ հայկական է բացառապես, մենք աջակցում ենք տեղական արտադրանքի զարգացմանը ու բոլոր արտադրողները իրենց ձևաչափով ներկայացնում են, ինչպես թվարկեցի։ Բացի դրանից արտադրողները, մեր գործընկերները իրենց տաղավարների ներգրավվածությունը սկսվում է ստենդի պատրաստման հենց առաջի քայլը այդ ստենդի պատրաստումից։ Ստենդը իրանք ճաշակով, իրանք ցանկացած։ Հա, ստենդը յուրաքանչյուր գործընկեր արտադրող ինքն է որոշում, թե ինչ ձևաչափով մենք տալիս ենք իրենց պարամետրերը, չափերը, իրենք իրանց ուզածով մեկը ապակիով է պատրաստում, մյուսը երկաթից է պատրաստում, այն մյուսը փայտից, ազատ են այդ ամեն հարցում։ Բացի դրանից հնարավորություն ունի արտադրողը լույսային համակարգ տեղադրի, որպեսզի իր ստենդը լույսով երևա,
աշխատող ենք մենք տրամադրում, ունենում են մի շարք լայն հնարավորություններ իրենց ներգրավվածությամբ։ Վաճառքը ներկայացնում ենք, իրականացնում ենք, մենք ենք իրականացնում մեր աշխատակիցների օգնությամբ, անցնում է մեկ միասնական դրամարկղով, կասայով, այստեղ արտադրողը ինքը հանդիսանում է զուտ մատակարարի դերում, ինչպես նաև օգտվում է մյուս ծառայություններից։ Վաճառքը հենց տեղի ունենում մեր դրամարկղով, մեր կասայով։ Ուրեմն մենք հիմա գտնվում ենք վերնիսաժային տարածքում, որտեղ կան ձեռագործ իրեր, ձեռքի աշխատանքներ են, արտադրողները իրանց ուզած փաթեթավորմամբ ներկայացնում են իրանց ստենդի վրա, նույն ձևի, ինչ ձևով մյուս տաղավարներն է, այդ ձևաչափով ներկայացնում են այստեղ։ Բացի դրանից կան այսպես փայտյա աշխատանքներ, պայուսակներ կան, գրքերն է օրինակ, հետաքրքիր լուծումներով սենց կարան դեկորատիվ ինչ-որ բաներ պատրաստեն, արտադրանքներն են, որոնք նաև յուրօրինակ են պատվերով, այսինքն ենթադրենք հաճախորդը գալիս է, գնորդը գալիս է, ուզում է այս օրինակը, մենք մեր ադմինիստրացիան կապնվում է իրենց հետ, իրենց պատվերը գրանցում է ու այդ ձևի առանձնահատուկ մոտեցումը կազմակերպվում է։ Աղել ամպեր ունենք, որը շատ հետաքրքիր է, էլի նույնպես տեղական է ամեն ինչ։ Այն մյուս մասնաբանում կողքի տաղավարներում կան էլի ուրիշ արտադրանքներ։ Օրինակ այդ ձևի տիկնիկներ կան, հայկական մայկաներ կան, տարբեր շատ հետաքրքիր լուծումներ կա։ Օրինակ Armins ընկերությունը, բրենդը, իրենք ներկայացրել են իրենց ստենդը պահարանը այդ ձևաչափով։ Այստեղ զարդեր կա, մատանիներ, ականջողներ, վզնոցներ, շատ կան, նույնիսկ նկարներ, նարդիներ ունենք տեղական արտադրանքի, կան շատ տեսականիներ կան ու հետս հետե ավելի շատանում են տեսականին։ Ուրեմն տեսեք, այստեղ նաև ունենք մենք նպարեղենի բաժին, որտեղ էլի նույն ձևի արտադրանքները եւ տուփով ունենք եւ կիլոգրամով են վաճառվում։ Տարբեր կա արիշտա ունենք այստեղ, բայանդուրի ձավար ունենք, հետո այստեղ կան կիլոգրամով համեմունքներ են, չորացված բաներ են, չաման է, սիսեր, տարբեր բաներ ունենք։ Նաև ունենք քաղցրավենիքներ, էլի այդ ձև տեսականին շատ է։ Ու հետս հետե ավելանում են, շատ հետաքրքիր լուծումներով, տուփերը նույնիսկ լրիվ իրենք գործընկերները մեր արտադրող են, իրենց ուզած ձևաչափով հետաքրքիր ներկայացնում են։ Գնային քաղաքականության մասով շատ հարմար է, մաքսիմալ այնպիսի արտադրողներ են գնային առաջարկներ ուղարկում, որ համապատասխան մատչելի լինի շուկայում ու իրենց արտադրանքի ծավալները էապես ավելի մեծացնենք։ Հետո այստեղ կան թեյեր կան, մեղր կա, Արցախից ներգրավվածություն ունենք, շատ հետաքրքիր լուծումներով։ Թեյերն են էլի նույնպես, մեղրներն են, կան նաև իրենց նկարագրությունները փակցնում են գործընկերները մեր արտադրողները, որպեսզի գնորդը գա կանգնի ստենդի պահարանի մոտ, լրիվ ինֆորմացիան ունենա այդ արտադրանքի մասին։ Ժամ առ ժամ ու հետս հետե ավելի ընդլայնում ենք այս ամեն ինչը, արտադրողները ու նաև ունենք մարզերից, միայն Երևան քաղաքով չենք սահմանափակվում, մեր գործընկերները նաև մարզերից է, էլիտեսի թեյեր են, սենց չիրեր կան, արցախյան օրինակ թեյը կան, բավականին շատ տեսականիներ կան։ Տեսեք ուրեմն, այս մասը մեր կիսաֆաբրիկատների, մսամթերքների բաժինն է, տարբեր տեսականի կա, եւ պիլմենիններ կան, եւ մառոժնի կա, կիսաֆաբրիկատներ կա, այս կողմը մսամթերքներն են, տարբեր երշիկեղեն ունենք, ձկների լավ տեսականի ունենք, շատ հետաքրքիր, այս է բավականին տեսականիները կան տարբեր ձկնատեսակների։ Օրինակ այս բաժնում մենք արդեն եկել ենք խմիչքի բաժին, որտեղ ներգրաված են եւ կոնյակներ, եւ գինիներ, եւ օղիներ, սովորական ջուր ունենք, կոմպոտ ունենք, էլի նույնպես տեսականին բազմաթիվ է, լայն է, արտադրողները ազատ են իրենց ընտրության հարցում, կարան վերցնեն կես մետր տարածք, կարան վերցնեն 1-ից ավել,
2 մետր ըստ անհրաժեշտության իրենց արտադրանքը ներկայացնելու ու բացի դա հենց օղիների լայն տեսականի կա տարբեր ֆիրմաների, այս մյուս ֆիրման է էլի նույն ձևի։ Ուրեմն այստեղ էլի նույնպես ներգրաված են կոմպոտներ կան, գինիներ կան, կոնյակ կա, Պրոշյան ընկերության ներկայացվածությունը կա, նռանեն կա, իրենց գինիների լայն տեսականիով, հետո օղիներն է, Fruity Garden-ը, իրեն նաև տուփով ունեն վաճառք, հատով ունեն, շատ հետաքրքիր լուծումներով մեր գործընկեր արտադրողները դա իրացնում են։ Հետո այստեղ կա կոնյակների լայն տեսականի, մի քանի տեսականի ներգրավվածություն ունեն նույն պահարանի վրա, նույն իրենց տարածքում կարան եւ օղի ներկայացնեն եւ կոնյակ ներկայացնեն։ Ուրեմն այս բաժնում մենք ներկայացնում ենք հանրությանը տնտեսական ապրանքները, խնամքի միջոցները, տարբեր տեսակի մակրո հեղուկներով, գելերով, ժավելներով, ձեռքի սապոններով, շատ կան տեսականիներ, կա սապոն կա, ալկոգել կա, դիմակ ունենք ներգրավվածություն ապահոված, բավականին լայն է տեսականին, հեղուկ օճառ ունենք, բնական կոսմետիկա ունենք էլի նույն ձևի, այն մյուս մասով արդեն հետաքրքիր բաներ կա։ Այս կողմը անձեռոցիկների տեսականին է, արտադրողը տարբեր տեսականին ներկայացնում է, տարբեր ձևաչափով ու չափսերով։ Դա իր մասով ներկայացնում է ամեն ինչը։ Այստեղ ունենք դիմապակու մակրոմիջոցներ, բարեգործական նաև աուտիզմով հիվանդ երեխաների ձեռքի աշխատանքներից ունենք տեսականի, որ ներգրաված են, նաև աջակցում ենք այդ մասով։ Այստեղ կա սպունգներ, կա ապակու հեղուկներ էլի, լվալու միջոցներ, հեղուկ օճառներ, սրբիչներ, ձեռքի Այստեղ ուրեմն ունենք տեքստիլը երկրորդ հարկում են գտնվում, որտեղ ներգրաված է տեղական արտադրանքը, տեքստիլ բաժինը, որտեղ կան եւ անկողնային պարագաներ, եւ տարբեր զգեստներ, կան մանկական հագուստ, անկողնային պարագաներ, գրքեր կան, այ մանկական բաժին ունենք այստեղ, նույնպես շատ բազում տեսականիներ կան, ձեռքի աշխատանքներ ունենք, գոտիներ են տարբեր տեսակի, հետո այստեղ պայուսակների լայն տեսականի ունենք, էլի նույն ձև արտադրողը մեր տեղական արտադրողները իրենց ուզած ձևաչափով ու պարամետրերով իրենց արտադրանքը ներկայացնում են։ Ուրեմն այս մասում իրենց ներգրավվածություն են ապահովել անկողնային պարագաներ կա, բարձեր կա, չգիտեմ, վերմակներ, բոլորը մեր տեղական արտադրանքներն են, իրենց հետաքրքիր նախշերով, ձեռքի աշխատանքով ու էլի նույնպես պատվերով իրեն կարողանում են գնորդների համար ապահովեն ուրիշ տեսականի, որը առանձնանում է այն մյուսներից։ Կոշիկների էլի մի քանի տեսականիներ են ու բացի դրանից կան տեսականիներ, որ մենք պատվերը գրանցել ենք, սպասում ենք ներկայացնեն, տարբեր ձևի կան, մանկական կոշիկներ ունենք, օրինակ հետաքրքիր լրիվ կաշվե, հետո ուրեմն այս մասում ներգրաված են եւ պայուսակներ եւ զգեստներ տարբեր ու բոլորը ձեռքի աշխատանքներ, նույնիսկ իրանց վրայի նկարները այն ձևը, որ տարբերվում է ու ամեն արտադրանք նույն ձևի գնորդը կարա ասի, այսինչ մարդու այսինչ ձևի նկարով պատրաստեք իրենք բան անում, օրինակ այստեղ Ֆրունզի Մեհեր Մկրտչյանի դիմա նկարով է զգեստը պատրաստած,
Այս կողմը էլի ունենք եւ սպարսիվկաների եւ զգեստների տարբեր տեսականի, կոշիկներ կան այստեղ նույնպես էլի ներգրաված, տարբեր լայն տեսականի կա եւ զամշի ունենք, եւ կտորից ունենք, կաշվից ունենք, շատ կան տարբեր տեսականներ ներկայացված։ Ուրեմն այս մասում ներկայացված է բամբակից պատրաստված անկողնային պարագաներ, բարձեր եւ մանկական եւ մեծահասակների համար լայն տեսականի ունեն, մյուս կեսը պայստավորված տեղում է։ Այստեղ ունենք ուրեմն բարձր էլի նույն ձևի անկողնային պարագաներ կան, բոլորը հենց հայկական արտադրանք է, բամբակից է, շատ լավ որակով է։ Այստեղ ունենք հայկական նախշերով պատրաստված բարձեր, զգեստներ ունենք էլի, շատ հետաքրքիր, օրինակ էսի, սենց իր հետ նաև պայուսակ կա, կան բազմաթիվ տեսականիներ։ Այս կողմը ուրեմն շարֆերի մեծ ընտրանի է, որտեղ ներկայացնում ենք տարբեր ձևի, էլի նույն ձեռագործ, փափուկ բամբակից, ուրեմն բացի այս ներկայացվածությունից, ինչը որ ներկայացրեցի, կան այստեղ նաև food court-ի հասանելիություն, որտեղ նախատեսում ենք food court ունենանք, կահույք ունենանք, մանկական սրահ ունենանք, այդ ամեն ինչի մասով հերթագրումների փուլում են գտնվում, մեր գործընկերների հետ պայմանավորություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերով եւ հեռավար եւ գալիս տեղում են ծանոթանում, բացի դրանից լինելու է բիզնես տարածքներ, հաշվապահական գրասենյակներ, իրավաբանական գրասենյակներ, կոմպլեքսը ինքնին բազմաթիվ է, 15000 քառակուսի է, որտեղ բացառապես հանդես են գալի հայկականով, մեր ազգայինով, հիմնականը էդ է։ Ու բացի դրանից սկսում ենք արդեն նոր մասնաճյուղերի բացում, կենտրոնում ունենք մասնաճյուղ, որը գտնվում է Խորենացի հասցեում, ունենք նաև ազգային տեքստիլ, որը գտնվում է Ակաթանկեղոս հասցեում, բազմաթիվ տեսականիները ավելացնում ենք եւ գնորդներին տարբեր վայրերի առաջարկներ կազմակերպում ենք։ Բացի Երևան քաղաքի վարչական շրջաններից նաև նախատեսում ենք ունենանք մեր ներգրավվածությունը, մեր հայկականը, մեր տեղականը ներկայացնենք նաև մարզերում, ամեն մարզում ունենանք մեր տարածքը, որտեղ կլինի բացառապես հայկականը եւ ամեն ինչը կներկայացվի մեկ միասնական աջակցենք տեղականին, ունենանք մեր ազգայինը դրա մեջ, այդ տրամաբանության տակ։ Ներկայացված են տարբեր տեսականի, էլի դիմանկարներով վերնաշապիկներ են, շատ հետաքրքիր, տարբեր զգեստներ կան, Սոնա Թորոսյան ֆիրման է, ինքն է ներկայացնում, շատ հետաքրքիր զգեստներ կան, նույնիսկ այս ձևի դեմքով պատրաստում են, էլի նույն ձևաչափով, ինչ ձև որ նկարը ուզում են, արտադրողները այդ ձև ներկայացնում են ու վաճառքը կազմակերպում են։ Այստեղ շարֆեր ունենք էլի, շատ հետաքրքիր, նույն ձևի էլի վերնաշապիկներ կան, մանկական, նաև մեծահասակների համար։ Այս պայուսակներ են, էլի հայկական ձեռագործ վերնախշազարդեր կա, Նոր Արև ֆիրման է ներկայացնում, բրենդն է։ Ուրեմն այստեղ ունենք տարբեր տեսակի մանկական զգեստներ, տոնական, որ էլի կարանք ներկայացնենք եւ մեր գնորդներին տեղեկացնենք, որ ազգային մոլում կա այսպիսի լայն տեսականի, էլի վերնաշապիկներ, նույն ձևի հետաքրքիր ձեռքի աշխատանքով կանացի շապիկներ են։ Ուրեմն այստեղ ներկայացված է մինա ապրանքանիշներ, ունեն եւ մայկաներ, մանկական տպագրություն, էլի կարող են կազմակերպել եւ այստեղ ունեն օրինակ պիժամաներ կա, սպարծիվկեկ կան, հետո կան տարբեր տեսակի մայկաներ, նաեւ առաջարկում է ներքնազգեստներ են նաեւ բանանում, վաճառում։ Ուրեմն այստեղ ներգրաված են, ներկայացվում են մանկական դիմակներ, մեծահասակների համար դիմակներ,
նաև այստեղ կողկնոցների տեսականի ունենք, պայուսակներ ունենք, տարբեր նապաստակի ձևով կա, չգիտեմ, ուրիշ այստեղ ուրեմն ներգրաված բանձիկով, արտադրողները հետաքրքիր լուծումներով ներգրավվածությունը ապահովում են իրենց ապրանքատեսականով։ Պուֆիկներ կա լայն տեսականի, ինչպես նաև կան անկողնային պարագաներ, հետաքրքիր էսեւի բարձեր կան, կողկնոցների տեսականի կա։ Այստեղ ուրեմն կա մանկական կոշիկներ, նաև միջին հասակի կա, մանկական կուրկաների լայն տեսականի կա հետաքրքիր, հանրապետության մեր դրոշով ներկայացված կուրկաներ կա, նույն ձևերի լրիվ տեղական, հետո այստեղ խաղալիք է նաև ներկայացվում, այդ ձևի շատ հետաքրքիր է, որ տարբեր ձևի ներկայացնում են, նաև ինքը ուսուցանում է, նաև կրթում է երեխաներին, որը շատ հետաքրքիր է։ Ուրեմն Քլոհաշո ապրանքանիշն է, որը ներկայացնում է իր լայն տեսականին, բլուզներ կա տարբեր տեսակի, վերնաշապիկներ ունեն, շալվարների լայն տեսականի ունեն նաև առանձին շալվարի տեսականի և սպարծիվկաներ ունեն, սպորտային լուծումներով շատ հետաքրքիր ներկայացնում են իրենց ապրանքանիշը ու հետզհետե նոր տեսականին ավելացնում են։ Այս մասում ներկայացված է մանկական տարբեր տեսակի շապիկներ, լայն տեսականի ունենք, գլխարկներ ունենք, նաև դիմանկարներով պատրաստված զգեստներ ունենք, մեր եռագույնով պատրաստված շապիկներ ունենք, մանկական, էլի լայն է տեսականին, այսպիսի հետաքրքիր արտադրանք էլ ունենք, մազակալ է ինքը, մազակալներ ունենք, գլխարկների լայն տեսականի ունենք, վերնաշապիկներ կան, տարբեր դիմանկարներով ներկայացվում են։ Ուրեմն այս մասում ներկայացվում է եւ դրամապանակները տարբեր ձևի, կաշվից պատրաստված, զամշից նաև, ինչպես նաև քարտերի համար ունենք, քարտապանակներ են վաճառվում, գոտիներ կա ներկայացված, հետաքրքիր լուծումներով առաջարկում եմ նաև տուփերով փաթեթավորումներ շատ գեղեցիկ դիզայնով։ Ուրեմն ազգային մոլը ինքնին իր գաղափարը, իր իդեան ստեղծվել է զուտ մեր տեղականի, մեր հայկականը ունենալու տրամաբանության տակ։ Այստեղ մենք ամեն ինչը ապահովում ենք տարբեր արտադրողների մեկ հարտակի տակ ու իդեան առաջացել է պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո, երբ որ հանրությունը պահանջում էր քաղաքացիները ոչ թուրքականին, ոչ բելառուսականին, ունենանք մեր ազգայինը, ունենանք մեր տեղականը, այդ ֆոնի վրա, այդ տրամաբանության տակ արտադրողներով եւ նաեւ տարբեր մասնագետների ներգրավվածությամբ եղան խորհրդի անդամներ, եղան ներգրաված շահագրգիռ անձին եւ նաեւ տեղական աջակցողներ, ովքեր այս մեր ամբողջ կոմպլեքսը, այս մեր ծրագիրը բոլորս մի համուր ուժերով պատրաստում ենք, ուզում ենք ունենանք մեր տեղականը եւ նաեւ խթանում ենք աշխատատեղերի բացմամբ, լիքը աշխատողների ներգրավվածություն ենք ապահովում, արտագաղթն ենք կանխում, նաեւ հետպատերազմյան վիճակից են դուրս հանում մարդկանց, ինչպես նաեւ կորոնավիրուս, համաճարակ, այդ ամեն ինչը հաշվի առնելով, մենք բազմաթիվ դժվարություններից ելնելով ունենում ենք ու շարունակում ենք ունենալ մեր ազգայինի մաքսիմալ շատ ներգրավվածությունը, Սփյուռքից ունենք աջակիցներ, արտահանման մասով բազմաթիվ մարդիկ արդեն հանդես են եկել իրենց աջակցությամբ, արտահանումը կա պահանջարկը Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, եվրոպական մի քանի երկրներում կա ու ինքնին
Սփյուռքի մեր հայրենակիցներին կապում ենք մեր տեղական արտադրողների հետ, որպեսզի իրենց արտադրանքը նաև ներկայացնեն արտասահմանյան երկրներում։ Կոչ եմ անում հայ արտադրողին միանալ այս գաղափարին, որը շատ կարևոր է։ Ինչպես նաև կոչ եմ անում հայ սպառողին օգտվել հայկական արտադրանքից։ Այսօրվա համար այսքանը։ Հերևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում։